Բոլորիդ ողջունում եմ սիրելիներս ու առաջարկում այսօր զատկական խմորեղեն թխել։ Ասեմ, որ կարելի է թխել տարբեր առիթների, փակ շրջանը երևի գիտեք, կյանքի վերածննդի շարունակականության խորհուրդն ունի։ Կարող եք այս խմորը հանգիստ պահպանել ու թխել տարբեր բուլկիներ։ Իդեպ տարբեր միջուկներով, իմ ալիքում կա եփովի կրեմով, տարբերակը ջեմերով եւ այլն նույնպես կարող եք թխել կարկանդակներ, կրաֆիններ, կուլիչներ, ինչ ցանկանաք։ Խմորը դուրս եմ բերել ինքս, որպեսզի ստացվի հենց այն արդյունքը, որ ես եմ սիրում, այսինքն երբ խմորը շատ թեթև է, երբ ներսում ուղղակի թել-թել է լինում եւ շատ երկար թարմությունը պահպանում է, հատկապես տոնական օրերին կարծում եմ սա շատ կարեւոր է։ Սկզբում առանձին պետք է խմորիչը հասունացնենք, քանի որ բաղադրիչները շատ են, այսպես ավելի հարմար է։ Եվ այսպես 400 մլ գոլ կաթ։ Պետք է մարմնի ջերմաստիճանից մի քիչ տաք լինի։ Այսինքն մատով ստուգում ենք, եթե մատի համար սառնություն չի զգացվում ու շատ տաք չէ, հաճելի գոլ է, նշանակում է նորմալ է։ Կաթի մեջ ավելացնում ենք 1 ճաշի գդալ չոր խմորիչ, 1 ճաշի գդալ շաքարավազ եւ 4 ճաշի գդալ ալյուր։ Ինչպես միշտ բոլոր բաղադրիչները բոլոր մանրամասներով տեսանյութի ներքևում կլինեն։ Վերջ ծածկում ենք ոչ հերմետիկ, շատ թեթև ու թողնում ենք տաք տեղում, որ լավ փրփուր առաջանա, ես ձեզ կցուցադրեմ։ Ուղիղ 25 րոպե անցավ եւ տեսեք թե ինչպես է բարձրացել։ Ժամանակն իհարկե կարող է տարբերվել, քանի որ կախված է սենյակի ջերմաստիճանից։ Ավելացնում ենք 2 դեղնուց, որպես կանոն ես սա անում եմ, որպեսզի սպիտակուցները մնան վերջում գեղեցիկ ծածկույթ պատրաստելու համար, եթե դա չեք անելու, կարող եք ամբողջական 1 ձու ավելացնել։ Ավելացնում ենք 250 մլ ցանկացած կաթնամթերքի, իմ դեպքում մածուն է։ Կարելի է նաև թթվասեր կամ դասական յոգուրտ կամ կեֆիր, կամ կարող եք խառնել այն ամենից, ինչ կա սառնարանում։ Անպայման պետք է տաք լինի, նվազագույնը սենյակային ջերմաստիճանի։ Ես մի քիչ էլ տաք եմ անում կամ միկրոալիքային վառարանում եմ, մի քիչ տաքացնում կամ կրակի վրա։ Ուղղակի հետևեք, որ չափից շատ չտաքանա։ Ավելացնում ենք նաև 70 մլ բուսայուղ, 5 ճաշի գդալ շաքարավազ։ Բոլոր բաղադրիչները պետք է նվազագույնը սենյակային ջերմաստիճանի լինեն։ Շատ լավ կլինի, եթե մի քիչ էլ դրանից տաք լինեն։ Մի լավ խառնում ենք ու ավելացնում ենք ալյուրը։ Ավելացնում ենք 1 թեյի գդալ աղ։ Ես իհարկե բաղադրատոմսում կգրեմ, թե որքան ալյուր է պահանջվում, մոտավորապես 1 կիլոգրամ, բայց միևնույն է ամբողջը միանգամից չենք ավելացնում, այլ քիչ-քիչ, քանի որ կախված պայմաններից, ջերմաստիճանից տարբեր քանակի ալյուր կպահանջվի։ Նաև շատ բան է կախված հենց իր ալյուրի որակից ու տեսակից։ Խմորը հնցում ենք 5 րոպե։ Դա դժվար չէ անել, քանի որ պլաստիլինի կառուցվածք ունի, շատ նուրբ է, բայց մի քիչ կպչուն է, որ դրա պատճառով շատ ալյուր չօգտագործեք, լավ կլինի բուսայուղ օգտագործեք, մի քիչ քսեք սեղանին ու մատներին, ժամանակ առ ժամանակ մի քիչ ավելացրեք ու շատ հեշտ կաշխատեք։ Ուղարկում ենք խմորը հասունանալու, պետք է այդ ընթացքում այն բարձրանա մոտ 3 անգամ։ Նորից ծածկում ենք ոչ հերմետիկ ու թողնում ենք տաք տեղում։ 1 ժամ անցավ, այդ ընթացքում ծածկել էի նաև հաստ ծածկոցով։ Այսպես շատ թեթև գնդի տեսք եմ տալիս ու մի քանի րոպեով թողնում եմ, որ թուլանա ու հնարավոր լինի գրտնակել, շերտ ստանալ։ Խմորը ընդհանրապես կպչուն չէ արդեն, բայց որ հեշտ աշխատենք, մի քիչ բուսայուղ եմ քսում մակերեսին։ Եթե տեսնեք, որ բացելիս խմորը չի ենթարկվում ու անընդհատ ձգտում է վերադառնալ նախկին չափսի, ուղղակի թողեք մի քանի րոպե, որ վերջնական հանգստանա ու թուլանա, հետո շարունակեք։ Միտումնավոր եմ խմորը ձեռքերով բացում, քանի որ գրտնակով մի քիչ ավելի ձիգ է ստացվում։ Իհարկե տարբերությունը շատ քիչ է լինում, բայց թեկուզ այդ մի փոքրը չեմ ուզում կորցնել որակից։
Ես ձեզ այս խմորը բացելիս խորհուրդ չեմ տա ալյուր օգտագործել, ինչպես ես արեցի, մի քիչ բուսայուղ տարածեք ու հերիք է, ալյուրով կդժվարանաք։ Ժողովուրդ, այս խմորն այնքան յուրահատուկ, այնքան նուրբ է, սրանով ցանկացած միջուկով բուլկի կարող եք պատրաստել, ցանկացած քաղցր կարկանդակ, ինչ ուզեք ու ինչ միջուկով ցանկանաք։ Օրինակ, այս տարբերակով եփովի կրեմով բուլկիներ եմ պատրաստում, այնքան նուրբ է ստացվում, երբեմն կրեմի հետ խառնում ես, որտեղ է կրեմը եւ որտեղ է խմորը։ Ու որ ամենակարևորն է, ինչ էլ թխեք, շատ երկար թարմ է մնում, ինչը հատկապես կարևոր է, երբ թխում եք, օրինակ, տոների համար։ Այսպես բացեցի իմ գորգի չափսով, համարյա յուրաքանչյուր կողմից 1-2 սանտիմետր է պակասում, գորգիս չափսը 45-65 սանտիմետր է, մի քանի սանտիմետր դրանից պակաս, 1-2 սանտիմետրով։ Միջուկից առաջ խմորը աչքաչափով բաժանում ենք երկու մասի, այս մասը, կեսից մի քիչ պակաս մասը, թողնում ենք առանց միջուկի։ Կարագ ենք քսում, բավական փափուկ է, ինչպես տեսնում եք, կրեմանման է, սենյակային ջերմաստիճանի։ Որքան հնարավոր է հավասար ենք տարածում, բայց եթե իդեալական հավասար ու հարթ չլինի, չանհանգստանաք, նորմալ է։ Կարագի վրա շաքարավազ ենք ցանում բարակ շերտով, մի քանի ճաշի գդալ։ Վերջում վրան բարակ շերտով ցանում ենք կակաո։ Կարելի է նաև դարչին ավելացնել կակաոյի փոխարեն, բայց վստահեցնում եմ, այս կարկանդակը մեզ շատ դուր եկավ հենց կակաոյով, անպայման փորձեք։ Իսկ դարչինով իմ ալիքում կան սիննաբոնները, անպայման փորձեք նաև այդ տարբերակը, ժողովուրդ, սրճարաններում ձեր պատվիրած սիննաբոններից գրեթե չի տարբերվում։ Հիմա այս մասում, որտեղ միջուկը չկա, ուղիղ երկար կտրվածքներ ենք անում մինչև վերջ։ Փաթաթում ենք այս միջուկով մասը ու հասնում ենք կտրվածքներին։ Շատ ձիգ չփաթաթեք, իհարկե պետք է ձիգ լինի, բայց ոչ չափազանց։ Եթե նկատեցիք աշխատելու ընթացքում այս բոլոր ժապավենների եզրերը ամրացրի, հետո նոր միացրի հիմնական ռուլետին։ Արել եմ նրա համար, որ այս շրջելու ընթացքում հանկարծ չառանձնանան։ Կարի մասում մի փոքր մատներով ամրացնում եմ, վերջնական տարբերակում գրեթե չի նկատվի։ Հիմա բացատրեմ, թե ինչի համար է այս թուղթը օգտագործվել։ Բանն այն է, որ խմորը հասունացման ընթացքում, գիտեք երևի, ոչ միայն բարձրանում է, այլ տարածվում է նաև դեպի կողքերը։ Քանի որ խմորը թուլանում է, կառուցվածքն այդպիսին է, որպիսի նման խնդիր չունենանք եւ որպիսի բարձր գեղեցիկ շրջան ստացվի, պետք է ինչ-որ բան հասունանալու ընթացքում խմորը պահի շուրջ բոլորը։ Իհարկե կարելի է թխել կաղապարի մեջ եւ կստանանք գեղեցիկ շրջան, բայց այդ դեպքում էլ այս մասերը շուրջ բոլորը մի փոքր տափակ են ստացվում, որպեսզի դրանից խուսափենք, լավ կլինի օգտագործենք օրինակ յուղաթուղթ, ինչպես իմ դեպքում, որը հասունանալու ընթացքում կպահի խմորը, իսկ ջեռոց դնելուց առաջ կարող ենք բացել, որ տափակ չլինի ու գեղեցիկ կլոր լինի բոլոր կողմերից։ Ես հիմա թղթին, չնայած որ այն շատ լավ որակ է ու չի կպնում, բայց մի քիչ բուսայուղ կքսեմ, որպեսզի հետո երբ թուղթն իջեցնենք, արդեն լավ հասունացած խմորը որևէ կերպ չչարչարենք ու հանկարծ այդ լավ բարձրացած վիճակից չիջնի։
Հիմա թույլ ծածկում ենք, որ ոչինչ չխանգարի եւ թողնում ենք, որ հասունանա։ Անցավ մոտ 35 րոպե։ Ժողովուրդ, վերջին հասունացումը չափազանց կարևոր է։ Տեսեք, եթե ժամանակից շուտ խմորն ուղարկենք թխվելու եւ թույլ չտանք նորմալ հասունանա, պատկերացրեք բոլոր այն գործընթացները, որ պետք է դանդաղ հանգիստ հասունացման ընթացքում տեղի ունենային, ջեռոցում բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ շատ բուռն են լինում, ու բնականաբար կեղևը երբեմն դրան չի դիմանում այդ ներքին բարձր ճնշմանը ու պատրվածքներ են առաջանում։ Եթե նման նախշեր կան, հյուսվածքներ կան եւ այլն, դրանք նույնպես թույլ մասեր են, որոնցում կարող է բացվածք առաջանալ եւ խմորեղենը տեսքը կկորցնի։ Ավելի լավ է թողեք հանգիստ հասունանա, հետո արդեն նորմալ հասունացած վիճակում կուղարկեք ջեռոց թխվելու։ Ու քանի որ տարբեր ջերմաստիճանի դեպքում հասունացումը տարբեր ժամանակ է պահանջում, որպեսզի իմանաք կոնկրետ ձեր դեպքում արդյոք ժամանակն է թխելու թե ոչ, առաջարկում եմ հետևյալ տարբերակը։ Տեսեք, մատով ստուգում ենք, պետք է մատով զգանք որոշակի լարվածություն խմորի մեջ։ Երբ թարմ ժամանակ ստուգում ենք, լարվածությունը շատ ավելի շատ է, երբ դեռ հասունացած չէ։ Հասունանալու ընթացքում մի փոքր լարվածությունը պակասում է, ու այսպես մատով զգում ենք, որ շատ քիչ լարվածությունը կա։ Տեսեք, եթե չափազանց երկար թողնենք, խմորը չափից շատ կթուլանա ու արդեն որևէ բան չենք զգա, շատ թույլ կլինի։ Նման դեպքում հենց եզրերը բացեցինք, խմորը կթուլանա ու շատ տափակ կստացվի, դեպի վեր չի բարձրանա։ Իսկ երբ մի փոքր դեռ լարվածությունը զգացվում է, բայց շատ քիչ, նշանակում է ժամանակն է կարելի է թխել։ Հիմա վրան դեղնուց կքսեմ, հետո մի քիչ կաթ խառնած, որ ավելի փայլուն ստացվի։ Ջեռոցը տաքացրել եմ նախապես ջերմաստիճանը 180-ից 190 աստիճան է, առանց կոնվեկցիայի։ Ուղիղ 18 րոպե անցավ ու պատրաստ է։ Քանի դեռ տաք է, արագ վրան երբեմն մեղր եմ քսում, ինչպես այս դեպքում, երբեմն ցանկացած օշարակ, լինի շաքարային չրերից, թե մուրաբայից, էական չէ։ Ժողովուրդ, այս խմորից կարող եք նաև կուլիչներ թխել, կամ զատկական ցանկացած խմորեղեն, հյուսքեր, կամ բուլկիներ ցանկացած միջուկով, կամ կրաֆիններ, ինչ էլ թխեք, արտակարգ է ստացվելու։ Հուսով եմ հավանեցիք, ժողովուրդ, իմ ալիքում բուլկիների եւ ընդհանրապես խմորիչով խմորների տարբերակներ շատ կան եւ դրանցից գրեթե բոլորը իմ հեղինակային են, բացառությամբ երկու խմորի։ Բոլորում աշխատել են եւ տեխնոլոգիան եւ բաղադրիչները հաշվարկել են պես, որ ստանանք մեզ հարմար արդյունքներ, հեշտ աշխատենք եւ երկար թարմ մնացող արդյունքներ ստանանք։ Սա ժողովուրդ արդեն երրորդ օրն է, չնայած եթե հաշվի առնենք, որ երեկոյան եմ պատրաստել, կարելի ասել 2.5 օր է անցել։ Վաղը նույնպես նույն վիճակն է լինելու, պարզապես այսօր հրապարակում եմ, էլ սպասել չեմ կարող։ Կառուցվածքը նուրբ է, չափավոր խոնավ, ընդհանրապես չի փշրվում, ինչպես տեսնում եք։ Ամենակարևորը պահում ենք փակ տոպրակներում կամ փակ տարաներում, կարող եք ուղղակի անջատված ջեռոցի մեջ թողնել, կարևորը բաց վիճակում երկար չթողնեք։ Իսկ վրան շաքարի փոշի է, քանի որ մեր ընտանիքում սիրում ենք հենց այսպես։